300,000 ադրբեջանցի գա Հայաստան, թե 300,000 նոր աշխատատեղ ստեղծվի Հայաստանում Սամվել Կարապետյանի կողմից։ 300,000 աշխատատեղ ստեղծվի։ Պարզ բան, որ ադրբեջանցին դե ինչ անել։ Ամենայրեք այսօր այս գյուղում աշխատատեղ չկա։ Գյուղի 50 տուն դատարկ է։ 50 վառոդ թակած է, մարդ չի ապրում, զուտ աշխատանքի վերում է վենա քաղաքն է։ Այսպես Սիսյանի մեջ աշխատատեղը լաստի Սիսյան կեշն են կաշխատել։ Չկա։ Ադրբեջանցին եկալուստի մեզի օգուտա տալու, չի տալու, վնասից բացի ոչ բաներ չի տալու։ 300,000 աշխատատեղ ստեղծվի։ Ախը դուք երևի ծանոթ չեք այդ Թուրքին, Թուրքի հետ մենք ապրել ենք։ Այս տարածաշրջանում սովետական միության օրոք լիքը թուրքեր կային։ Այստեղ Սանդուխլու մի հատ գյուղ կա, Պուչուր գյուղ, այդտեղ լիքը տեղավորվերին։ Հետո թուրքերը գիտեք ինչ են, ահավոր մի ձևով, եթե նրանք Հայաստան մտան 300,000-ով, առանց ափսոսալու, այս գյուղացիների սաղի գրպաններ ատրճանականում, անելու սաղիները խփեն։ Նրանց տեսել ենք, դուք կարող չեք իմանում, որ ադրբեջանցին ով է, ես գիտեմ, ճանաչում եմ սրանց, ագրեսիվ, շատ ահավոր ագրեսիվ ազգ են, սարսափում են, որ դրանք հանկարծ 300,000-ով մտնեն, մանավանդ Սյունիք։ Բնականաբար ստեղծվի 300,000 աշխատատեղ ստեղծվի, հələ շատ, էլի չկա։ Վստահում եք, որ Կարապետյանը կանի։ 100%։ Ինչի։ Որովհետև Իրանը, գիտեք ինչ կա, այս բաներում ինքը այնքան հաջողություն այնքան է դրել Իրանը, Իրանը պետք չի դար քաղաքականություն։ Ինքը այս քաղաքականության ձգտողները փողասեր բողամոլներ են։ Իրանը պետք չէ, ինքը շատ փողունա։ Ինքը տեսնելով Հայաստանի վիճակը, թե ինչ վիճակում այդ պետությունը, ու այդ մակորտավ, ստիպած մտրա քաղաքականություն գոնե բրկա ժողովրդին, իր հայրենիքը բրկա։ Սամվել Կարապետյանի։ Ինչու՞։ Որտեվ ինքը մաքուր է, ինքը միլիարդով հայ ժողովրդին փրկա։ Էսի փրկա։ Իհարկե 300,000 աշխատատեղ բացվի Սամվել Կարապետյանի օգնությամբ։ Ինչի։ 300,000 հոգի եթե Հայաստանում աշխատեն, դա բավականին մեծ թիմ է, տնտեսությունն է, բյուջեի է, վերջը ամեն ինչ է, Հայաստանը միանգամից կարող է մի 5 քայլ առաջ գնալ։ Ավելի ճիշտ ասեմ, Սամվել Կարապետյանի կողմից այդ 300,000-ը աշխատատեղ էր, բայց մեր Հայաստանը կաշխատի, ոչ թե Ադրբեջանից բերի։ Ինքը որ ասում է, դե թող գան գնան, էլի։ Ադրբեջանները ցիների 300,000 եթե ուզում են գան Հայաստանից, չի խոսքը գնում որ հայր է գնան Ադրբեջան ապրեն։ Պարզա որ աշխատատեղն է ձեռնացու ժողովրդին։ Ես կուզեմ երկիրս Ադրբեջան չապրա։ Այդպես ով կուզա։ Այդ թորպ երեխեն որ հաստատ այդ հարցը դες կպատասխանեն։ Դուք ուզես այդ բանն լինի։ Դե չէ, բայց ինչ կա դրա մեջ։ 300 աշխատատեղ ստեղծվի, 300,000